Ողջույն, դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագծի աշնանային եթերաշրջանի նախատոնական եթերը։ Մեզ ընդամենը մեկ եթեր է մնացել, որպեսզի ամփոփենք այս տարին, այնպես որ անելիքները շատ են, իսկ գործերը դե շատ կիսատ։ Իսկ այն հեռուստադիտողները, ովքեր այնուամենայնիվ չավարտեցին իրենց վերանորոգումը այս տարի, ամեն ինչ ձեր առջևում է, կավարտեք այն եկող տարի։ Նոր տարի, արա նոր տարի, jingle bells, jingle bells, jingle all the way։ Տունտեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերությունը գրոհե մասնագիտացված կենտրոնով տեղակայված է Դավիթ Անախտ 9 հասցեում։ Այս թողարկման ընթացքում խոսելու են գրոհե ապրանքանիշի լոգասենյակային ծորակներից եւ ցնցուղային համակարգերից։ Գրոհե ապրանքանիշը ծորակների, խառնիչների ցնցուղային համակարգերի շատ լայն տեսականի ունի, ընդ որում տարբեր գնային սեգմենտների եւ նախասիրությունների համար, սկսած պարզ լուծումներից մինչեւ գերնորարարական տեխնոլոգիաներ։ Նշեմ, որ դրանց բոլորի ներսում տեզերագնացության մեջ կիրառվող հատուկ կերամիկական նյութից պատրաստված քարտրիջ է, որը սահուն ու ճշգրիտ կառավարում է իր աշխատողում։ Ու ինչն ամենակարևորն է երկարակեցություն, այսինքն հաճախորդը կարող է վստահ լինել, որ գրոհե ապրանքանիշից գնված իր ապրանքը միանշանակ երկար է ծառայելու։ Իդեպ այս քարտրիջից աշխարհում միայն գրոհե ապրանքանիշն ունի։ Ամենակարևորը այն է, որ հաճախորդը պետք է իմանա դա գրոհեի գերճշգրիտ աշխատող թերմոստատ տեխնոլոգիան է։ Միանշանակ բոլորի հետ պատահել է, երբ լվացվելիս կամ լոգանքի ժամանակ ջրի ջերմաստիճանը փոխվել է, եւ մարդը այրվել կամ սառչել է լոգարանում, բայց գրոհեի հետ այս խնդիրը լուծված է։ Այն ամբողջ ընթացքում պահում է նույն ջերմաստիճանը, որը ընտրել եք։ Ինչպես գիտեք, գրոհեն բոլորի ճաշակի եւ նախասիրությունների մարդկանց համար լուծումներ ունի։ Ապրանքանիշը ներկայացնում է ինչպես մինիմալիստական եւ նրբաճաշակ հավաքածուներ, այնպես էլ յուրահատուկ դիզայներական լուծումներով։ Պետք է հատուկ ընդգծեմ նաեւ, որ գրոհեի յուրահատուկ երանգները, որոնք առկա են գրեթե բոլոր հավաքածուների դեպքում, դրանք միանշանակ լոգասենյակի յուրահատուկ տեսք են հաղորդելու։ Դավիթ Անախտ 9 հասցեում տեղակայված այս ցուցասրահում կարող է գտնել տարբեր երանգի ցնցուղային համակարգեր, խտացված ցև երանգ, զով լուսաբաց, ջերմայրամուտ երանգներ, որոնք կրկին տարբերվել սիրող մարդկանց համար են։ Ցուցասրահում առկա են բոլոր երանգները, ինչպես փայլուն, այնպես էլ անփայլ։ Լոգանային ցնցուղային համակարգերից առանձնացնենք գրոհե Essence-ը։ Այն ներկառուցվող համակարգ է, որը տեղադրվում է պատի մեջ։ Այն առանձնանում է իր ոճային, բայց մինիմալիստական էսթետիկ տեսքով։ Հատուկ ուզում եմ խոսել գրոհեի նոր ծածկութային տեխնոլոգիայի մասին, այն Longshine է։ Այս ասկույթը պաշտպանում է ծորակի կամ ցնցուղի մակերեսը բոլոր տեսակի վնասվածքներից, խազերից եւ քերծվածքներից։ Սա անխոս երաշխավորված է։ Նշեմ, որ ճիշտ խնամքը եւս կարեւոր է, ուստի մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել նաեւ գրոհլին միջոցը։ Ցնցուղային համակարգերի մասին խոսելիս կարող ենք առանձնացնել նաև շրջանաձև եւ քառակուսի գլխիկով ցնցուղներ, տարբեր տրամագծով ու գունային լուծումներով։ Օրինակ Euphoria ցնցուղային համակարգը, որը ջրի հոսքի 3 գոտիներ ունի, կամ Rain Shower-ը, որը ներկառուցող գլխիկ ունի, եւ շատ հարմար է լոգասենյակը թարմացնելու համար։ Նշեմ նաև, որ գրոհե ցնցուղային համակարգերի դեպքում դուք կարող եք ընտրել մի քանի ռեժիմներ, օրինակ միջին, հանգստացնող ռեժիմ կամ անձրևային ռեժիմ։ Դրանք տարբեր ազդեցություններ են ունենում, բայց ծանրորվանից հետո հենց այն է, ինչ պետք է հանգստանալու համար։ Փոխեք ձեր ամենօրյա լոգանքը ինքնախնամքի շքեղ արարողության գրոհե պերֆոմի միջոցով։ Սա նորարարական տեխնոլոգիա է, որը վերաիմաստավորում է հանգստի զգացողությունը։ Միայն մեկ օճակի հպումով այս հեղափոխական համակարգը օճառը վերածում է տաք, թեթև փրփուրե ամպի, ստեղծելով քնքուշ, մաշկը գրկող հաճույքի միջավայր։ Գրոհե պերֆոմը նախատեսված է հեշտությամբ ինտեգրվելու ձեր գործող ցնցուղային համակարգին, ապահովելով ինտուիտիվ եւ հարմարավետ օգտագործում։ Ընտրեք 5 բացառիկ կինուա մի մարմնի օճառներից մեկը յուրահատուկ բույրերով, որոնք ձեր ինքնախնամքի արարողությանը կհաղորդեն անհատական շունչ։
Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, ես շարունակում եմ հանդիպումները մեր գործընկերների հետ։ Այս պահին գտնվում եմ մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Trivia ընկերության ցուցասրահ, որտեղ զրույցը սկսում եմ ընկերության հիմնադիր Սիրանուշ Օհանյանի հետ։ Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Սիրանուշ, այսօր առաջարկում եմ խոսել դիզայներ եւ հաճախորդ հարաբերություններից։ Գիտեմ, որ որքան էլ շատ հաճելի է այս հարաբերությունը, նաեւ շատ հաճախ շատ բարդ են լինում։ Այ եկեք նախնական հենց փուլից զրուցենք մի փոքր։ Հաճախորդը եկավ, դուք ինչ-որ առումով դառնում եք դիզայներական հոգեբան, հա։ Ինչ-որ հարցեր եք տալիս, որպեսզի հասկանաք նրա ցանկությունները, կենցաղը, նրա, չգիտեմ, ընդհանուր, հա, պատկերացումները ինտերիերի մասին։ Այո։ Կան ինչ-որ հստակ հարցաշար, որի միջոցով հասկանում եք այդ մարդը առասարակ, եթե նա իհարկե չգիտի, չի պատկերացնում ինչ ինտերիեր է ուզում։ Այդ ամենադժվար հաճախորդն է իրականում, որովհետև որ ինքը չի իմանում, ինքը միջև վերջել չի կողմնորոշվում, թե ինչ է ուզելու։ Բայց կարծում եմ ավելի բարդ են այն հաճախորդները, ներողություն, որ թատում եմ, ովքեր ամեն ինչ են ուզում։ Ամեն ինչ ուզում են, էլի այդ նշանակում է այդ նույն կատեգորիային են պատկանում իրականում։ Այս ոչից, այս եմ ուզում, այն ոչից, այն եմ ուզում, իրականում ինչ-որ մի բան, որ անհնար է համակցել։ Դե, հա, երևի միգուցե այո, բայց չկա հստակ ինչ-որ ուղղություն, որը միշտ այդպես է աշխատում։ Պետք է ամեն մարդու հետ ինդիվիդուալ մոտեցում ունենալ։ Բայց կա ցանկալի ձեզ համար ոճեր, որ օրինակ ուրախանում եք, որ այդ հաճախորդը գալիս է եւ ասում է, ուզում եմ ժամանակակից ինտերիեր, այլ ոչ թե ծանր, ինչ որ չգիտեմ, դասական ինչ որ ինտերիեր։ Թե ամեն դեպքում ձեզ համար հետաքրքիր է բոլոր ոճերում աշխատել։ Իրականում բոլոր ոճերում հետաքրքիր է աշխատել, որովհետև եթե հաճախորդը վստահում է մեզ, դա ամենակարևոր բանն է իրականում կարեմ։ Երբ որ հաճախորդը վստահություն ունի քեզ եւ վստահում է, որ այդ մարդը պրոֆեսիոնալ է իր գործում եւ ճիշտ բան է անելու եւ անընդհատ չի միջամտում աշխատանքի մեջ, իրականում պետք է միջամտի, բայց անընդհատ ամեն ինչը փոփոխելիս այդ միտքը, որը ի սկզբանե արթնացել է եւ ուզել ես կիրառես այդ պրոյեկտի մեջ, խառնվում է, դառնում է միքս եւ միգուցե լավ է ստացվում, բայց շատ դեպքերում մի քիչ ավելի թերանում է։ Դրա համար ամեն դեպքում ամեն պրոյեկտ իր ինդիվիդուալ ուղղությունն է վերցնում եւ գնում առաջ։ Չեմ կարող ասել կոնկրետ ինչ որ մի։ Իրական կարծում եմ շատ բարդ է դիզայների աշխատանքը, հիմա բացատրեմ ինչու, որովհետեւ տպավորություն է, որ հա ինչ-որ մասնագիտական ունակություններով մարդիկ զբաղվում են իրենց գործով, բայց դուք գործ ունեք մարդկանց հետ, ովքեր գումար են վճարում, ովքեր այդ ինտերիերում բնակվելու են տարիներ շարունակ եւ նույնիսկ փոքրիկ սխալը թույլ տված անընդհատ հետապնդելու է այս մարդկանց եւ նույնն էլ հակառակը, եթե հաջողված ինտերիեր է, ապա նրանք անընդհատ հիշելու են ձեզ եւ միշտ ներկայացնելու են իրենց այսպես տան այցելուներին։ Կան հաճախորդներ, որոնք իսկապես ձեզ համար դարձել են այսպես ուղեցույց, հա, որովհետև նրանց հետ աշխատելիս ինչ որ բան եք նոր բացահայտել, սովորել։ Հա, իհարկե կան։ Որոնց հետ ընկերացել ենք երկար տարիներ, շատ սիրում ենք, միշտ, շատ երկար տարիներ աշխատել ենք, իրարից լիքը փորձի փոխանակում է եղել, շատ բաներ ենք իրարից սովորել, ինչու՞ չէ։ Նայեք, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եթե իսկապես ունի ֆինանսական այսպես հնարավորություններ եւ ճիշտ արտահայտի իր ցանկացած ինտերիերը, կարծում եմ յուրաքանչյուր լավ հոգեբան շատ արագ կարող է հասկանալ այդ մարդու բուն էությունը, իր պատկերացումները աշխարհի նկատմամբ, նույնիսկ ցանկությունները, հա, մանրուքներում այսպես դրսևորվում է։ Այն մարդիկ, ովքեր անդադ ցուցադրում են շքեղություն, հարստություն, նշանակում է ինչ-որ խնդիրներ ունեն ներքին, այն մարդիկ, ովքեր ավելի པարզ են, ինտերիերը ստեղծում, բայց լավ նյութերից, ավելի ֆունկցիոնալ եւ այլն, սա խոսում է նրանց այսպես անցած ճանապարհի մասին եւ իրական կարելի է այսպես անալիզ անել շատ երկար։ Սիրան, շատ հաճախ հիմնականում արտերկրյա բազմաթիվ նախագծեր ներկայացնում են հենց դիզայներների բնակարանները կամ տները, ես կասեմ ինչու, որովհետեւ իսկապես սա արդեն այն տարածքն է, երբ դիզայները իր անցած ամբողջ փորձառությունը ներդնում է ինտերիերում, ինչպիսին է ձեր ինտերիերը։ Երբ որ ժամանակ է ունենում։ Դե ի վերջո մի օր ժամանակ ունենա նաեւ անդրադարձ կատարի իր ինտերիերը։ Դե ցավոք սրտի ես այդ ժամանակը միջև վերջ չեմ տրամադրել։ Իմ ինտերիերը ինձ հարմար է, բայց դեռևս ցավոք սրտի անավարտ է։ Այսինքն սա դեռ այն ինտերիերը չէ, որով պատանում ես։ Ոչ։ Բայց ապագայում ընթացքում է։
Լավ, հետաքրքիր է, այ բոլոր ինտերիերներում ինչ որ հետաքրքիր լուծումներ եք ներդնում եւ վերջում տպավորություն է, որ ինչ որ մի ինտերիերում այս բոլոր փորձառությունները կիրառելու եք։ Կա նման ինտերիեր ձեր մտքում, որ բոլոր հաջողված այն հնարքները, միտումները, որ կիրառել եք այս տարիների ընթացքում, ինչ որ մտքում, հա, ինչ որ ինտերիերում հնարավորություն ունենայիք եւ կիրառեիք։ Չէ, չեմ մտածել ճիշտ ասած դրա մասին։ Նույնիսկ կահույքի ինչ որ մոդելներ, որ մտքում պահում եք, այ եթե լինի այսպիսի ինտերիեր։ Այդ կա, տենց ինչ որ մտքեր, քանի որ այդ ամեն ինչը փոփոխական է, որտեվ մի պերիոդ, մի շրջանում ֆիքսում ես ինչ որ մի ուղղության վրա, մի բանի վրա, հետո փոխվում է մտքերդ, դա փոփոխական է։ Եթե չհասցնես կիրառես, հետո կարող է չուզենաս կիրառես այդ ամեն ինչը։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, հենց այս թեմայով էլ կավարտենք, ամփոփենք այսօրվա մեր զրույցը, կարծում եմ շատ հաճախ հաճախորդները ավելի շատ հոգեբանական պահ է, երբ իրենց ինտերիերը դուր չի գալիս իրենց, քան ճաշակի կամ այլ բան, որովհետև այս պահին նրանց անհրաժեշտ են մինիմալիստական ինչ-որ գույներ, միատոն ինտերիեր, բայց հաջորդ պահին նրանք սիրելու են ավելի այսպես մաքսիմալիստական լուծումներ, գույներ եւ այլն։ Սա կարծում եմ ոչ թե ճաշակի հետ է իսկապես կապված, այլ հոգեվիճակի։ Միանշանակ։ Այնպես որ սկզբում բացահայտեք ձեր հոգեվիճակը, հասկացեք ինչ եք ուզում, ապա տանջեք մեր սիրելի եւ հարգելի դիզայներներին եւ ճարտարապետներին։ Կհանդիպենք։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր նոր միացան Տունտեղ հեռուստանախագծին։ Նախագիծ, որի ընթացքում ներկայացնում ենք ամենանորագույնը դիզայնի եւ ճարտարապետության ոլորտի։ Այս պահին տեղափոխվում եմ մեր այս եթերաշրջանի գործընկեր Ռենշի ներդրումային ընկերության գրասենյակ, որտեղ էլ զրույցը շարունակել եմ ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Կարեն։ Անի, այսօր առաջարկում եմ խոսել նախագծի արդեն բնակարանների մասին, սկսած մակերեսից, վերջացած դիզայնից։ Մի փոքր եկեք մանրամասնենք, ինչ քառակուսի, հա, ինչ մակերեսի բնակարաններ են արկա լինելու, ինչ հնարավորություն ունեն մեր ապագա բնակիչները թաղամասի, ըստ մակերեսի խոսենք նաև գույքի նշանակության մասին, նկատի ունեմ փոքր օրինակ մակերեսները երևի թե ավելի լավ կծառայեն որպես ներդրումային գույք, իսկ Սուբյեկտիվ իրականում, բայց եթե ընդհանուր առմամբ նայենք, այո, փոքր բնակարանները ավելի նախատեսված կլինեն ներդրումային նպատակով գնորդների համար, ման փոքր ավելի բաց որ ներկայացնենք, ամեն մեկը կարծում եմ կգտնի իրեն համապատասխանը։ Հիմա մինիմալ մակերեսը բնակարանների 26 քառակուսի մետրից է սկսում բնակարանները մեզ մոտ։ Դրանք ստուդիո բնակարաններն են, այսօր բավականին մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում, իրանք ավելի հյուրանոցային, հա, ձևաչափ ունեցող բնակարաններն են։ Ապարտ հոթել հյուրանոցային համար, իրանք ավելի կամ միայնակ ապրողների համար են գերադասելի, կամ իհարկե բոլոր նրանց համար, ովքեր որ կցանկանան վարձակալությամբ տրամադրել իրենց բնակարանները։ Բայց լինելու է, չէ՞, խոհանոց, այսինքն այն բոլոր հնարավորությունները, որ մարդիկ բնականաբար, հա, ունենալու ենք առանձին սանհանգույցային հատված, խոհանոցային հատված, հյուրասենյակային հատված, հա, համակցված ննջարանով։ Մենք նկարներով էլ այստեղ կարող ենք ձեզ ցույց տալ, ձեզ տրամադրել դուք եւս։ Հա, այս օրինակ տեսեք, հենց 26 քառակուսի մետր բնակարանի մասն է խոսքը, մահճակալ ենք ձևափոխվում է, տրանսֆորմացվում է եւ հնարավորություն է տալիս որպես բազմոց եւս օգտագործել։ Հրաշալի։ Այլ ինչ բնակարաններ կան, ինչ քառակուս։ 26 քառակուսուց մինչև 140 քառակուսի մետր բնակարաններ ունենք, այստեղ գիտեք խոսքը բնակարանների քառակուսի մետրերի մասին չէ, շատ կարևոր է այն գործընկերը, ով որ զբաղվում է մեզ մոտ հատակագծմամբ եւ ինտերիեր դիզայնով։ Սա աշխարհահռչակ 1508 ընկերության մասին է խոսքը, լոնդոնյան ընկերություն են, իրենք ունեն բազմաթիվ նախագծեր աշխարհով մեկարված, հիմնականում մասնագիտացված են լյուքս դասի բնակարանների ինտերիեր եւ հատակագծման մեջ, բայց սա եւս իրենց համար բավականին հետաքրքիր փորձառություն էր։
Ինչն է այստեղ կարևորվում, որ օգտագործվում է բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Այստեղ հա քառակուսի մետրի չափերով դու չես սահմանափակվում բնակարանի ներսում։ Մենք ունենք օրինակ պատկերացում, որ 26 քառակուսին կամ 47 քառակուսին դրանք փոքր բնակարաններ են, այո, դրանք փոքր են, բայց դրանք այնքան օգտագործելի են, որ դու օգտագործում ես ամբողջ հատվածը։ Դրանք հատակագծվում են smart տեխնոլոգիաներով, նոր մոտեցումներով, այսօրվա բնակչի նախասիրություններին, տենդենսներին համապատասխան։ Օրինակ հիշում եք, որ նախորդ անգամ պատմեցինք ձեզ մեր լայնածավալ հարցման մասին։ Այո։ Այստեղ հարց ունեինք, թե օրինակ, հա, ինչքան հաճախ եք տանը պատրաստում։ Այս հարցի պատասխանը մեզ տարավ նրան այն վերլուծությանը, որ խոհանոցները այլևս անհրաժեշտություն չունեն այդքան մեծ լինելու, որովհետև այնքան էլ շատ չեն օգտագործվում այսօրվա մեր առօրյա կյանքում։ Եվ այդ բոլոր պատասխաններից կազմվեց այն հիմնական տեխնիկական առաջադրանքը, որը փոխանցվեց դիզայներներին, որի հիման վրա որ արվեցին բոլոր հատակագծերը։ Համաձայն եմ, նամանավանդ անի, ինչպես նշել եք, թաղամասում արկայ լինելու բոլոր, հա, անհրաժեշտ ենթակառուցվածքները, սննդի կենտրոններ, սրճարաններ, ռեստորաններ, ամեն ինչ, մենք ինչ ենք ասում, ասում ենք երբեմն բնակարանները Skyline-ում երկրորդային, երրորդային նշանակություն ունեն, որովհետև հիմնական կյանքը ամբողջ միջավայրը բնակարանից դուրս է, դու չես սահմանափակվում բնակարանի ներսում, որովհետև դու ունենում ես այն համայնքը, այն միջավայրը, որտեղ որ քո հետաքրքրությունները կիսող մարդիկ են քեզ հետ ապրում, քեզ հետաքրքիր է այն հարևանությունը, որ քո շուրջն է ձևավորվում, եւ բնակարանից դուրս դու սահմանափակված չես բնակարանի հնարավորություններով։ Բայց այնուամենայնիվ իհարկե մենք ամբողջ պրոֆեսիոնալիզմով, հա, ուղղել ենք պրոֆեսիոնալիզմն ուղղել ենք նրան, որպեսզի ստանանք ֆունկցիոնալ ժամանակակից պահանջներին համապատասխան որակով կահավորված, որակով վերանորոգված բնակարաններ, օգտագործելով եվրոպական ստանդարտներին համապատասխան նյութեր։ Այանի հետաքրքիր է, եթե տան բնակիչը ցանկություն ունենա տարբերվի, հա, այսինքն չընտրի այն վերանորոգումը կամ կահավորումը, որ դուք եք առաջարկում, կան նման տարբերակներ նույնպես, ինչ-որ յուրահատուկ անձնական։ Տեսեք, մեզ մոտ այսպես է հիմնական ձևաչափը։ Մենք ունենք մեկ ոճ բնակարանների համար եւ 3 գունային լուծումներ՝ բաց, մուգ կամ միքս, որ հնարավորինս բոլոր ճաշակներին համապատասխան կարողանանք առաջարկել։ Այլ հնարավորություն բացի առաջարկվող լուծումներից չունենք եւ սա գիտեք ինչու համար ինքը չի սահմանափակում մարդուն, այլ հակառակը տալիս է հնարավորություն, որ դու ապրելիս չունենաս հարևան, որը որ տարիներ շարունակ իր վերանորոգումը բնակարանի ներսում կիրականացնի։ Հա, ընդհանուր օգտագործման գոտիներում միշտ փոշոտ, աղմկոտ աշխատանքներ չեն իրականացվելու։ Դուք ունենում եք ինտերիեր դիզայներ լավագույն աշխարհում լավագույն ընկերություններից մեկի կողմից հարդարված, հա, բնակարան եւ ունենում եք անխափան հանգիստ միջավայրում ապրելու հնարավորություն։ Եվ ի վերջո, եթե նմանատիպ հաճախորդներ լինեն, կարող են լրացնել այդ բացը արվեստի գործերով։ Բնականաբար, իհարկե, կահույքի տարբեր դեկորատիվ էլեմենտներով յուրահատուկ ոճը հնարավոր է փոխանցել բնակարանին միանշանակ։ Անի, այնուամենայնիվ կգտնվեն նաև այնպիսի հաճախորդներ, որոնք էքսկլյուզիվ, ինչ-որ շատ տարբերվող գույք կուզենան ձեռք բերել, արդյոք ունեք, հա, հաշվի առել եք նաև այդպիսի մարդկանց կամ աղջիկները։ Մենք ունենք քաղաքի լավագույն պենթհաուսները մեր թաղամասում, որոնք որ տեղակայված են լինելու 35-րդ հարկերում։ Սպասեք, սա շատ կարևոր բան եք ասում, այսինքն այս տան բնակիչները լինելու են Հայաստանի ամենաբարձր երկնաքերի, ամենաբարձր հարկի բնակիչները, սա շատ կարևոր բան եք նշում։ Լեովին այլ տեսարանով, լեովին բացառիկ տեսարանով, բացառիկ պայմաններով, ընդամենը 20 Penthouse-ներն են ամբողջ համալիրում, այո։ Դե շտապեք, որովհետև ընդամենը 20-ն են։ Արմենիա հեռուստաընկերությամբ շարունակում եք դիտել «Տուն-տեղ» հեռուստանախագիծը, միակը ինտերիեր դիզայնի, վերանորոգման, կառուցապատման եւ այն ամենի մասին, ինչ կապված է տան հետ։
Մենք շարունակում ենք մեր զրույցները, այս պահին տեղափոխվում ենք այս եթերաշրջանի ամենից լուսավոր գործընկերոջ Mytonic Group ընկերության ցուցասրահ, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ լուսավորության եւ ոչ միայն լուսավորության մասնագետ Զավենի հետ։ Ողջույն Զավեն։ Զավեն, այսօր առաջարկում եմ խոսել ոչ թե լուսավորությունից, այլ մեկ այլ հետաքրքիր լուծումից, հա, տաքհատակներից, որը վերջի շրջանում բավականին պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Նշեմ, որ Voltum ընկերությունը բացի անջատիչներից ու վարդակներից նաև ներկայացնում է տաքհատակներ էլեկտրական, ի տարբերություն սովորական տաքհատակների, որտեղ որ օգտագործվում է ջրային հիմք, այստեղ տաքացվող հիմքը էլեկտրական լարն է։ Զավեն, կներեք ընդհատում եմ, ես առաջարկում եմ, որպեսզի մենք ցուցադրենք ինչի մասին է խոսքը, որովհետև այնքան գեղեցիկ է այս ամենը, որ թեպետ տեխնիկական լուծում է, բայց ամեն դեպքում նույնիսկ այստեղ Mytonic Group-ը էսթետիկան պահպանել է։ Խոսքը այս հատակային ծածկույթների մասին է, լուծումների մասին է, որոնք հատակին մենք կարող ենք մինչև հատակի վերջնական, հա, հարդարումը տեղավորել եւ իհարկե տեսեք, ուրեմն մոնտաժը շատ հեշտ է, հատուկ գործիքներ չեն պահանջվում, ունի ցանցապատ սոսնձապատ ցանց, որը ավելի հեշտացնում մոնտաժը եւ տաքացվող լարը այս նարնջագույն հատվածը որ տեսնում ենք, ինքը կարված է ցանցին, որը հնարավորություն է տալիս համաչափ ջերմություն կատարել ջերմության ապահովել։ Սա շատ կարևոր է, որովհետեւ շատ հաճախ հին տեխնոլոգիաներով արվածներ այս խնդիրը ունենում են, ինչ որ հատված ավելի տաք է լինում, ինչ որ հատված ավելի քիչ։ Այս դեպքում չկա շարժվելու հնարավորություն։ Մեր մասնագետները մտածել են այդ խնդրի մասին ու գտել են լուծումը, որը կօգնի հրաշալի լուծում է գտել իրականում, այո։ Նաև ուզում եմ նշել, որ շատ էլեկտրոխնայող են, ուսումնասիրելով այս հատակային ծածկույթները, տաքացման լուծումները, նկատեցի, որ իսկապես ամեն ինչ արված է, որպեսզի քիչ էլեկտրաէներգիայով բավականին երկար ժամանակ տարածքը տաքացվի եւ պահպանվի։ Բացի քիչ էլեկտրածախսը նաև տրվում է 25 տարի երաշխիք եւ մինչեւ 50 տարի ծառայության ժամկետ։ Գրեթե հավերժ։ Հրաշալի է։ Դե ինչ, Զավեն, մեր հրաշալիներին հրավիրում ենք, ճիշտ ժամանակն է, մինչև տոնական օրերը, մինչև ծրտաշու ձմռանը, ունենալ այսպիսի հատակային ծածկույթներ եւ խնայել ոչ միայն էլեկտրաէներգիա, այլ նաեւ բազմաթիվ խնդիրներից ազատվել, որովհետեւ սրանք եւ էսթետիկ են, եւ տարածքի խնայողություն է կատարում, որովհետեւ անհրաժեշտություն չկա ջեռուցման մեծ համակարգեր ունենալ տարածքում եւ նաեւ կարծում եմ սա ապագան է տան ջեռուցման համակարգերի ոլորտում։ Բացի այդ նշեմ, որ շատ անվտանգ են, քանի որ ունենք ֆտորապատ մեկուսացում լարերի, որը թույլ չի տալիս տաքանա չափից շատ էլեկտրական հոսանքը լարերը եւ նաեւ կարելի է օգտագործել տարբեր ծածկույթների տակ, օրինակ կերամիկական սալիկներ, լամինատ, պարկետ, վինիլային հատակներ, ցանկացած բան։ Ունենք երկու տեսակի, T150, ձեր ձեռքում T150-ն է եւ T200 հզորությամբ տաք հատակներ։ T200-ը օգտագործում ենք հիմնականում այն վայրերում, որտեղ որ հնարավոր է ջերմության մաքսիմալ կորուստ։ Սովորական բնակարաններում T150 կիրառվում է այս տարբերակը։ Մեզ մնում է հրավիրել բոլորին վերին անտառային 138.2 հասցեում տեղակայված ցուցասրահ։ Եկեք, շոշափեք, ծանոթացեք, ինչու ոչ նայեք, փորձարկեք եւ վերջում անպայման ձեռք բերեք։ Կհանդիպենք։ Բարև, ես Կարո Խդիգյանն եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Տունտեղ հերցանախագծի շրջանակում ներկայացնելու եմ իմ փարիզյան բնակարանը։ Of course, the Oculus window is repeated.
Իհարկե, շրջանաձև պատուհանը կրկնվում է նաև դեպի մյուս կողմ տանող խոհանոց, ինչը շատ բնական լույս է բերում խոհանոց։ Ահա հենց այստեղ է լինելու իմ լվացարանը։ Հիանալի է, չէ՞։ Այստեղ պատին հայելի եմ տեղադրելու, իսկ երկու կողմերում բրոնզե երեսպատում։ Նա հենց հիմա բերել է բրոնզի մի հատված, որ տեսնեմ։ Շատ գեղեցիկ է կարծում եմ։ Նման բնակարանում արտացոլող մակերեսները միշտ հրաշալի են դիտվում, քանի որ շատ լույս ունենք եւ այսպես դուք ուժեղացնում եք բնական լուսավորությունը։ Պարզապես հանճարեղ է։ Իսկ ովքեր գիտեն իմ աշխատանքները, գիտեն, որ ես շատ եմ սիրում վահանակների կիրառումը ինտերիերներում։ Երբ որոշեցի սալիկապատել պատերը եւ միաժամանակ անել վահանակներ, բոլոր վարպետները ինձ այնպես նայեցին, կարծես 10 գլուխ ունեի։ Աշխատանքը շատ բարդ էր, սակայն լիովին արժեր, քանի որ ավարտական արդյունքը շատ գեղեցիկ է։ Այդպես չէ՞։ Տոնտեղ հերոսանախագծի յուրաքանչյուր եթերաշրջանում մենք անդրադարձ ենք կատարել էկո տների բնակարանների միտումներին։ Եվ այսօր ունենք հատուկ հյուր Team Systems ընկերության նախագծերի ղեկավար Քրիստինա Սուքիասյանին։ Ողջույն Քրիստինա։ Ողջույն։ Քրիստինա, ինչպես եւ հասկացար, այսօր խոսելու ենք էկոլուծումներից, տան, բնակարանների եւ առհասարակ գրասենյակների այն շինությունների համար, որտեղ իսկապես էկոլուծումները կարող են լինել կարևորագույն լուծում։ Ներկայացնենք այսօր Հայաստանում ամենապոպուլար, ամենատարածված այսպես էկո լուծումներից, որոնք են, որ ձեր հաճախորդները ամենից շատն են հարցնում։ Էկոլուծումներ ասելիս իհարկե չենք կարող անմասն մնալ խելացի սարքավորումներից, խելացի լուծումներից, որոնք հենց ժամանակակից աշխարհում հանդիսանում են հիմքը էկո ցանկացած process-ի, քանի որ ապահովում են անվտանգություն, ապահովում են խնայողություն, ինչը ներկայիս ժամանակաշրջանում կարևորագույն կետերից մեկն է։ Լավ, Քրիստինա, մի փոքր խոսենք նաև ընկերության մասին, հա, որովհետև ընկերություն, որը օպերատոր է, սկսեց զբաղվել նաև նմանատիպ պրոդուկտների այսպես վաճառքով եւ շուկայում շատ արագ իր տեղը զբաղեցրեց։ Ինչպես այդ որոշումը կայացվեց ընկերության կողմից զբաղվել այս ամենով։ Team Systems-ը հանդիսանալով Team Group-ի անդամ էլեկտրատեխնիկական համակարգերի, ցածրոս համակարգերի լուծումներով զբաղվում է ավելի քան 15 տարի։ Իսկ այլ խելացի լուծումներով զբաղվում ենք մոտ 5 տարի է, այսինքն շուկայում բավականին վաղուց ենք ու առիթ ունեցել ենք հետևելու տենդենսներին, զարգացումներին ու կարող ենք այսօր ասել, որ Team Systems-ը հանդիսանում է խելացի համակարգեր ինտեգրող կազմակերպությունների շրջանակներում առաջատարը։ Հետաքրքիր է, այն նշեցիք, որ այս 5 տարիների ընթացքում կա աճ, զարգացում այս ոլորտի։ Իրականում որն է, հա, այն հիմնական դրդապատճառը կամ, չգիտեմ, շարժառիթը, որ մարդիկ անցնում են սմարթ տեխնոլոգիաների։ Միգուցե սա հեշտացնում է կյանքը, թե երբեմն էլ ինչ է կարծում, միգուցե ավելի բարդացնում էր առօրյան։ Կարեն ջան, լինելով խելացի լուծումների գաղափարների ստեղծման հենց ամենասկզբից process-ներում միանշանակ կարող եմ ասել, որ ոլորտը զարգացում է ապրել, պահանջարկը մեր երկրում միանշանակ աճել է ու դրա պատճառները բազում են։ Առաջին հերթին կարող ենք նշել, որ առհասարակ IoT տեխնոլոգիաները համաշխարհային առաջընթաց են գրանցում ու մեր երկիրն էլ անմասն չի մնացել դրանից։ Նորությունները, տեխնոլոգիաների թարմացումները, նորարարությունները եկել են նաև մեր երկիր ու դեռ տարիներ առաջ, երբ մենք ավելի շատ գործ ունեինք անելու ու մարդկանց բացատրելու, թե ինչ է իրենց ներկայացնում խելացի տունը, խելացի համակարգը, ավտոմատացումը, ինտեգրումը դրանք մեր կենսակերպի մեջ, այսօր արդեն մենք քաղում ենք մեր արածի պտուղները, մեր ցանածը, որպես այդպեսին կարող ենք ասել, ու ունենք այսօր ավելի մեծ պահանջարկ ի հաշիվ մարդկանց տեղեկացվածության, կրթվածության ու ցանկությունների դրանից բխող։ Քրիստինա, ամեն դեպքում կա կարծրատիպ, հա, որ սմարթ տեխնոլոգիաները բավականին թանկ արժեք ունեն, հա, բարձր արժեք ունեն, որքանով է սա իրականության համապատասխանում։ Կարեն, կարծրատիպը իհարկե կա ու դա հիմքեր ունի։ Եթե հետ գնանք կրկին 5 տարի առաջ, 6 տարի առաջ, երբ խելացի տեխնոլոգիաները դեռևս տարածված չէին ու նոր էին շուկա մտնում, իհարկե ինչպես ցանկացած նոր բան, որը դեռևս կայացման փուլում է, արժեր ավելի շատ, քանի որ թե աշխատանքներ ավելի շատ տարվում, թե սարքավորումներն էին նոր, թե լուծումներն էին նոր։ Այսօր միանշանակ կարող ենք ասել, որ խելացի տեխնոլոգիաները հասանելի են ցանկացածին։ Իսկ արդյոք Հայաստանում կա այն բոլոր պարամետրերը, որպեսզի այս տեխնոլոգիաները այսպես սահուն աշխատեն։
Միանշանակ։ Ի հաշիվ զարգացումների, ի հաշիվ նաև մեր թիմի ջանքերի ու աշխատանքների, որոնք տարվում են, հնարավորություն է ստեղծվել հասանելի դարձնել ավտոմատացումներն ու խելացի լուծումները ցանկացածին, թե նոր կառուցվող բնակարաններին, թե գրասենյակային տարածքներին, թե հյուրանոցներին, բնակելի շենքերին ու բնակարաններին, որոնք թե գտնվում են նոր կառուցման փուլում եւ արդեն կարող եմ հպարտությամբ ասել նաև այն բնակարաններին, որոնք երկրորդային շուկայից են, այսպես ասենք, այսինքն արդեն վերանորոգում անցած են կամ միգուցե ավելի հին բնակարաններ են, մարդիկ ովքեր ցանկանում են իրենց տանը ունենալ խելացի լուծումներ, ավտոմատացումներ, արդեն կարող են իրականացնել։ Քրիստինե, եթե թույլ կտաք, եկեք հիշենք բոլոր այն տարբերակները, հա, սմարթ տեխնոլոգիաների, որ հնարավոր է ներդնել օրինակ տան պարագայում։ Ես նշեմ, եթե ինչ-որ բաներ կմոռանամ, խնդրում եմ ավելացնեք, սկսենք ամենապարզ, հա, անվտանգային համակարգերից, տեսախցիկներ, ունենք նաև ջրի համար նախատեսված անվտանգային այսպես տպիչներ, որոնք արագ ջրի արտահոսն են զգում, ունենք վարակույրների համար նախատեսված տեխնոլոգիաներ, էլ ինչ ունենք, լուսավորության բնականաբար համակարգված տեխնոլոգիա։ Կարեն ջան, ինչպես նշեցիր, խելացի տան պարագայում, այսինքն բնակարանի կամ տան պարագայում հնարավոր է իրականացնել անվտանգային մի շարք միջոցառումներ, ինչպես տեսախցիկների տեղադրումը, այնպես էլ տվիչները, որոնք գազի, ջրի ու ծխի արտահոսքը թե ահազանգում են, ու թե հնարավոր է իրականացնել նաև դրանց կանխարգելումը, ինչը թույլ է տալիս բնակարանում ստեղծել ապահով միջավայր եւ հանգիստ լինել թե գույքի եւ թե սեփական կյանքի համար։ Բացի դրանից ավտոմատացնում ենք լուսավորությունը, ինչը ապահովում է մաքսիմալ ներդաշնակ կենսակերպ, կարողանում ենք նաև ավտոմատացնել վարակույրները, որը թույլ է տալիս օրվա տարբեր ժամերի կառավարել թե լույսի մուտքը բնակարան ու թե ապահովել հանգստություն եւ հետաքրքիր միջավայր բնակարանում։ Եվ այս ամենը կարգավորվում է ընդամենը մեկ, հա, պլանշետի կամ ինչ-որ սմարթֆոնի միջոցով։ Այո, Կարեն ջան, ձեր խելացի բնակարանը միշտ ձեզ հետ է, այսինքն բացի տան տարածքում տեղադրվող կառավարման վահանակներից, դուք ծրագիրը մշտապես ունենում եք ձեզ մոտ գտնվող հեռախոսում կամ ցանկացած այլ գadget-ում։ Լինելով տանը, աշխատանքի, անգամ երկրից դուրս աշխարհի ցանկացած կետում, դուք միշտ հասանելիություն ունեք ձեր բնակարանին, սարքավորումներին, հետևում եք, կառավարում եք, փոփոխում եք ու բերում այն տեսքին, որը դուք եք ուզում։ Քրիստինա, եկեք մենք մեր հաջորդ հանդիպման ընթացքում պարտադիր ընտրելու ենք այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելու ենք մեր այս ինտերիերում, այս եթերաշրջանի, բայց այս պայն ուզում եմ, որ հեռուստադիտողներին նշենք հասցեն, որտեղ կարող են տեսնել, հա, մոտենալ, ծանոթանալ այս ապրանքներին։ Մեր ապրանքատեսականուն կարելի է ծանոթանալ Հոմպլեքսի Պերմոլում գտնվող մեր Team Place ցուցասրահում, ինչպես նաև Թբիլիսյան 15-1 հասցեում գտնվող մեր գրասենյակում։ Իսում են նաև ալարկորդների համար կարելի է on-line, հա, տիրույթի հասցեն նշել։ Միանշանակ, նրանց համար, ովքեր նախընտրում են ստանալ առաքում իրենց տանը ու այդ տունը դարձնել խելացի, կարող եք մեր ապրանքատեսականին ձեռք բերել Buy AM-ից։ Շնորհակալ եմ Քրիստինա, մենք կհանդիպենք մեր առաջիկա թողարկումներում, իսկ այս պայն հրաժեշտ եմ տալի։ Տունտեղ հերցանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար, թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Խնդրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinec-ի հատակների մասին։
Barrilnek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի աններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգիաարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barrilnek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barrilnek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barrilnek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barrilnek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barrilnek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիմա, կլանելով ավելորդ խոնավությունը։ Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Barrilnek-ի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Barrilnek-ի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես Raflor մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165/1 հասցեում տեղակայված Raflor ընկերության ցուցասրահներ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Այս եթերաշրջանում մենք համագործակցեցինք Մերաբյան եւ Որդիներ ընկերության հետ, որը 2015 թվականին դարձավ Total ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 2021 թվականին պայմանագիրը երկարաձգվեց եւ ընկերությունը շարունակեց մնալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր Total Armenian հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը on-line հարթակում, որի շնորհիվ դուք կարող եք Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից պատվիրել ձեր նախընտրած գործիքը առաքումով եւ վճարել on-line։ Աշխարհահռչակ ապրանքանիշը ներկրվում է Չինաստանից եւ համապատասխանում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որակի չափանիշներին։ Ընկերությունը առաջարկում է շինարարական, կենցաղային եւ այգեգործական գործիքների լայն եւ անընդհատ զարգացող տեսականի։ Ընկերության առաքելությունն է նորարարական լուծումների շնորհիվ հեշտ եւ արդյունավետ դարձնել վարպետների եւ բնակչության լայն շերտերի առօրյա աշխատանքը։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է ձեռք բերել հայկական շուկայի վստահությունը եւ ներկայացնել բրենդի ամենատարբեր սարքերն ու գործիքները։ Իսկ Մերաբյան եւ Որդիներ ընկերությունը արդեն իսկ ունի 140 պաշտոնական խանութ ողջ Հայաստանի տարածքում։ Total ընկերության ապրանքատեսականին տարբերվում է իրենց յուրահատուկ դիզայնով։ Նրանք պատրաստված են հարմարությամբ ձեռքի մեջ տեղավորվելու եւ շինարարական դժվար պայմաններում օգտագործելու համար։ Total ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է ձեզ առաջարկել մասնագիտական խորհրդատվություն եւ բարձրակարգ սպասարկում։ Տունտեղ հերոսանախագիծը շարունակվում է, դուք դիտում եք էկո խորագիրը, իսկ էկո խորագիրի շրջանակում ես հյուրընկալել եմ մեր այս եթերաշրջանի
ամենից էկոգործընկերոջ Էկովիլ ընկերության նոր մասնաճյուղ։ Զրույցը շարունակելու եմ Արեգա եւ Սինեքս ընկերությունների տնօրեն Կարեն Ներսյանի հետ։ Ողջույն Կարեն։ Ողջույն Կարեն։ Կարեն, խոսենք այսօր Սինեքս ընկերության գործունեության մասին, Արեգայի մասին, կարծում եմ մեր ստատողներին արդեն պարզ է, եթե այն հեռուստատեղները, ովքեր չեն դիտել մեր նախորդ թողարկումը, կարող են YouTube-յան Armenia TV-ի պաշտոնական էջում գտնել եւ անպայման ուսումնասիրել։ Ինչ է Սինեքս ընկերությունը իրենից ներկայացնում եւ ինչ արտադրանք կամ ծառայություն եք առաջարկում։ Սինեքս ընկերությունը արդեն 5 տարի շուկայում ներկայացնում է տրանսֆորմատորային ենթականների կառուցման, նախագծման եւ սպասարկման աշխատանքներ եւ մեր նպատակն է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների ավելի արդիականացումը։ Շատ լավ։ Սա այսինքն բավականին նեղ մասնագիտական այսպես ուղղություն է Էկովիլ Հոլդինգի։ Այ հետաքրքիր է, հա, շատ հաճախ նոր այսպես ապրանքներով եւ ծառայություններով եք նաեւ հանդես գալիս։ Ինչպես է գեներացվում, հա, այս միտքը առասարակ ընկերությունում կա ինչ որ հատուկ բաժին այսպես գաղափարների, լաբորատորիա կամ ինժեներական այսպես խորհուրդ, չգիտեմ ոնց անվանեմ։ Քո հարցին եզև կպատասխանեմ, որ մենք տեսնում ենք մեր շուկայում ինչի կարիք կա, ինչը ավելի լավ անելու կարիք կա եւ փորձում ենք դա անել։ Այսինքն շուկայի ուսումնասիրության եւ միջազգային փորձի այսպես հա ներգրավմամբ նաեւ այո, ինչպես նաեւ գնահատում ենք մեր պոտենցիալը, մեր հնարավորությունները, որ կարողանանք մի բան ավելի լավ անել, մեր երկրի համար։ Կարեն, ինձ շատ հետաքրքիր է, հա, հայկական ընկերություն, Էկովիլ ընկերություն այսօր մասնաճյուղեր ունի Վրաստանում եւ Շվեյցարիայում։ Այ հետաքրքիր է, իստում է բոլորի մոտ այդ հարցը առաջանում է, արդյոք չկար նմանատիպ ընկերություն, օրինակ Վրաստանում կամ Շվեյցարիայում, որ անհրաժեշտություն կար հենց հայկական ընկերություն հիմնել այնտեղ։ Իհարկե կան, այնտեղ էլ կան ընկերություններ, բայց մենք հաշվի առնելով, որ Հայաստանում ունենք հաջողություն, Հայաստանում կարողանում ենք խնդիր լուծել, օգնել մարդկանց, մեծ ցանկություն կար նաև այլ երկրներում նույնը։ Այսինքն ինժեներական փորձով եք կիսվում նաև այս երկրների հետ։ Կարեն, նայեք, թեպետ 10-12 տարվա պատմություն ունի, հա, այլընտրանքային էներգետիկայի այսպես շռնդալի զարգացումը Հայաստանում, բայց այսօր մենք առաջատար ենք ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև կարող ենք համեմատվել խոշոր երկրների հետ։ Լավ, ո՞րն է հիմնական շարժառիթը, որ այսպես շատ արագ զարգացավ այս ուղղությունը Հայաստանում։ Ինչպես գիտեք, մեր ընկերությունը հիմք ունի էներգետիկ ոլորտում, փորձ ունի արդեն ավել քան 40 տարի։ Արևային էներգետիկայի ոլորտում իհարկե 10-12 տարի, որովհետև մեր երկրում նոր է զարգացել, այդ ժամանակվանից սկսեց զարգացումը արևային էներգետիկայի եւ միայն ոչ միայն արևային էներգետիկան մեծ պոտենցիալ ունի Հայաստանում։ Հայաստանը էներգետիկ առումով դեռ շատ աշխատանքներ ունի կատարելու, օրինակ հողմային էներգետիկայի պոտենցիալ ունի Հայաստանը շատ մեծ եւ իհարկե էներգետիկ ենթակառուցվածքների վերարտադրականացում։ Կարեն, նայեք, նաեւ շատ կարեւոր է, որ Էկովիլ ընկերությունը ոչ միայն պրոդուկտներ է ներկայացնում, այլ նաեւ ծառայություններ, որոնք չեմ կարող ասել, թե քիչ ավելի կարևոր են, որովհետև այսօր տեղադրումից հետո շատ կարևոր է դառնում այդ պրոդուկտների սպասարկումը եւ մնացած ծառայությունները, որ առաջարկում եք, հա, մաքրման եւ այլ, այո, մի փոքր խոսենք նաեւ այս ծառայություններից։ Էկովիլ ընկերությունը մատուցում է երաշխիքային եւ յետերաշխիքային սպասարկում, որը ոչ քիչ կարևոր է, քան համակարգի տեղադրումը եւ այս ծառայության որակն էլ պետք է լինի բարձր, պետք է լինի հաճախորդի համար հարմար, հաճախորդամետ եւ հաճախորդների համար լինի օգտակար։ Շնորհակալ եմ Կարեն, կարծում եմ Էկովիլ ընկերությունը հանրօգուտ գործունեությամբ է զբաղված, ինչպես մարդկանց համար, այնպես էլ բնության։ Շնորհակալություն հրավերի համար։